հայ-ադրբեջանական օրակարգը այդ իրավիճակի պատանդն է, թե նա ինքնուրույն լուծման է սպասում։ Չէ, իմ կարծիքով Ադրբեջանը այդ օրակարգում կողմնորոշվում է հետևյալ տրամաբանությամբ, իրավիճակը անկանխատեսելի է։ Բոլորը բոլորի դեմ, այսպես ասենք, պատերազմի եւ բոլորը բոլորի հետ առնվազն տեսական պայմանավորվածության ռեժիմում են։ Ուժի գործոնը շարունակում է հարաբերություններում մնալ դոմինանտ, եթե անգամ ինչ որ ժամանակային իմաստով այդ գործոնը այսպես հանդարտ ռեժիմում է հայտնվում։ Եվ հետեւաբար այստեղ պետք է օգտագործել ուժերի առավելությունը Հայաստանի հանդեպ ու անընդհատ առաջ բերել նոր օրակարգեր եւ պահանջներ։ Հիմա կստացվի ինչ որ դինամիկայով սպասարկել հասնել նպատակներին, կստացվի, չի ստացվի, իրենք բարձրաձայնում են եւ գնում հետեւից ինչի կարողացան հասնել։ Այս մոտեցումով է Ադրբեջանը առաջ գնում եւ ոչ թե պատանդ է օրակարգը իմ կարծիքով, այլ հակառակը Ադրբեջանը փորձում է այդ օրակարգը անընդհատ ձևավորել եւ պահել կոնֆլիկտային, որովհետեւ տեսնում է պատեհություն միջազգային իրավիճակի առումով, առնվազն այդ օրակարգը ձևավորել։ Լավ, միջնորդը մի օր կհարցնի, ինչու եք ձգում։ Միջնորդ չկա, այսինքն ինչ միջնորդ, որևէ մեկին իսկում է հետաքրքիր հայ-ադրբեջանական օրակարգի տեսանկյունից։ Բոլորի համար դա գործիք է, իսկ գործիքը ինչքան ինքը կոնֆլիկտային լինի, այդքան ավելի կիրառական։ Ում է հետաքրքիր այդ հակամարտությունը։ Ես մեկ այլ բան ասեմ, նույն Թրամփի ուղու մասին ենք խոսում։ Թրամփը օրերս հրապարակեց ռազմավարական ազգային անվտանգության ռազմավարության թարմացված փաստաթուղթ, այսինքն այս վարչակազմը իր պատկերացումը մոտ 3 տասնյակ էջանոց փաստաթուղթ, որը շատ հետաքրքիր էր ընդհանուր առմամբ եւ ընդգրկում էր ամբողջ եվրոպացիների, նաեւ Ռուսաստանի եւ Չինաստանի հանդեպ տոնայնության շատ էական փոփոխություն կար։ Օրինակ Չինաստանը ի տարբերություն Բայդենի վարչակազմի այդ փաստաթղթի չէր դիտարկվում որպես գլխավոր սպառնալիք կամ մրցակից, այսինքն այդ ձևակերպումներն էին բավական փոփոխության ենթարկվել։ Այս իմաստով այդ 3 տասնյակ էջի մեջ Կովկասի անուն չկար։ Այսինքն մենք այստեղ համարում ենք, որ հիմա Թրամփի ուշքու միտքը, եթե անունը դրված է այդ ճանապարհի վրա, վերջ իր համար դա չգիտեմ, այսպես առաջնահերթություններից մեկն է, բայց այդ ազգային անվտանգության ռազմավարության մեջ Կովկասի անուն չկար ընդհանրապես առանցքային ռեգիոնների շարքում։ Ադրբեջանը արտաքին քարոզչական տիրույթում հասկանալի է ինչ է անում։ Արևմտյան Ադրբեջան, դեմարշ Հայաստան Եվրամիություն այդ համաձայն է լինի։ Գետնի վրա այլ բան է տեղի ունենում, օրինակ կոմունիկացիաների բացում, հիմա սպասում են ադրբեջանական նավթամթերքի Հայաստան։ Ինչու է այդպես։ Դե նախ Ադրբեջանի օրակարգին կամ առաջ քաշած հանգամանքներին այդ ամենը չի հակասում։ Այսինքն մենք տեսնում ենք Ադրբեջանը մի կողմից գնում է այդ համաձայնություններին, ի վերջո դրանք իր համար վնաս չէ։ Իր համար օրինակ, եթե նավթամթերքի հանգամանքը դիտարկենք, նավթամթերք է վաճառում, իսկ ինչու չգնա։ Առավել եւս, երբ պաշտոնական Երևանը մի կողմից նավթամթերք գնելու պատրաստակամություն է հայտնում, ադրբեջանական նավթամթերք, մյուս կողմից տարակուսանք է հայտնում Ադրբեջանի խոսույթի վերաբերյալ, եւ մեկ այլ կողմից էլ իր խոսույթով լեգիտիմացնում է Ադրբեջանի խոսույթը Հայաստանի հանդեպ հավակնությունների թեմաներով։ Այստեղ Ադրբեջանը ցավոք սրտի ոչ մի այսպես կորցնելու բան չունի եւ մեկը մյուսին Ադրբեջանի վարքագծի իմաստով ցավոք սրտի չի հակասում։ Ինչ ասել է լեգիտիմացնել, ինչ նկատի ունես։ Դե օրինակ, երբ Հայաստանի վարչապետը ամենաթարմ օրինակը բերենք, երբ Հայաստանի վարչապետը Գերմանիայում հայտարարում է, որ ինքը Ադրբեջանին առաջարկում է մենք հրաժարվենք արցախցիների վերադարձի իրավունքից, Ադրբեջանն էլ հրաժարվի այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձի։ Հիմա մենք բերում ենք արցախցիների ընդհանուր միջազգային լեգիտիմություն ունեցող իրավունքի հարցը, իսկ միջազգային լեգիտիմություն, որովհետև Արցախի հարցը քննարկվել է միջազգային մանդատի ներքո, բացառիկ ձևաչափի ներքո, Մինսկի խումբը եւ համանախագահությունը։ Հիմա մենք բերում ենք այդ հարցը, հավասարեցնում ենք ադրբեջանցիների, արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի հարցին, երբ այսպիսի հարց ընդհանրապես գոյություն չունի։ Իսկն ադրբեջանցիները Հայաստանից հեռացել են կամովին։ Հասկացանք, քաղաքական իրավիճակն այնպիսին էր, որ նպատակահարմար չեն գտել ապը։ Փոխհատուցումը հետ, այո, տնօրինել են իրենց գույքը եւ այլն։ Հիմա երբ մենք ասում ենք, մենք այս հարցը փակենք, դուք այդ հարցը փակենք, երբ իրենք ասում են, չէ, մենք համաձայն չենք, դուք բաց պահեք այդ հարցը, եկեք որպես ադրբեջանի քաղաքացի ապրեք, մենք դեմ չենք։ Մենք ստանում ենք հավասարության նշան Արցախի վերադարձի այդ
միջազգայինորեն լեգիտիմ իրավունքի եւ Ադրբեջանի ինչ որ հորինված իրավունքի միջեւ։ Եվ երբ Ադրբեջանի նախագահը հանձնարարում է իր պետական կառույցներին եւ ոչ պետական կառույցներին, առաջ մղել այս հարցը միջազգային օրակարգում։ Հայաստանի վարչապետի հայտարարությունը կամա թե ակամա նպաստում է այդ առաջ մղմանը։ Եվրամիությունը որոշել է օգնել Հայաստանի ընտրություններին հիբրիդային հարձակումներից պաշտպանվելու համար։ Ինչու է դա անցալվում որպես օգնություն գործող իշխանության։ Դե նախ առաջին հերթին դա պարզ ֆինանսական օգնություն է, այսինքն 15 միլիոն եվրոյի օգնություն նախընտրական նպատակներ սպասարկելու համար։ Ինչու են Հայաստանի իշխանությանը տալիս այդ օգնությունը մի որոշ իմաստով ավանսով, որոշ իմաստով կատարված աշխատանքի դիմաց։ Կատարված աշխատանքի դիմաց ես նկատի ունեմ օրինակ այդ բրյուսելյան գործընթաց ասվածը, որի նպատակն էր փակել Արցախի հարցը, այդպիսով եւս մի քանի աստիճան թույլատրել Ռուսաստանի ներկայությունը Կովկասում եւ Եվրամիության առաջ խաղացման, Կովկասում Եվրամիության դերակատարման նոր ինչ որ միջավայր ձևավորել։ Եվ այդ իմաստով այս օգնությունը, որը հատվածներից մեկն է ընդհանրապես Եվրամիության տրամադրած ֆինանսական տարբերակների, պայմանավորված է հենց դրանով։ Ավանս այն իմաստով, որ պաշտոնական Երևանը շարունակի այն քաղաքականությունը, որ վարել է, եւ բաց տեքստով նույնիսկ ասում են, այսինքն եթե դուք պատրաստ եք որոշակիորեն աջակցել ձեր քաղաքականությամբ Ռուսաստանի դեմ, նաեւ Իրանի դեմ որոշակի իմաստով, հիմա արդեն ես նշեցի ռուս-իրանական կոմունիկացիայի այդ որակական փոփոխությունը բազային իմաստով։ Եթե դուք պատրաստ եք դրա դեմ մեր մոտեցումներին աջակցել կամ խաղալ լոյալ այդ դաշտում, մենք տրամադրում ենք այս օգնությունը, որ դուք ձեր դիրքերը պահեք իշխանության առումով, որպեսզի շարունակեք այդ քաղաքականությունը։ Ես էլ չեմ խոսում այն մասին, որ այս նույն Եվրամիությունը հայտարարեց մի քանի օր առաջ հանձնակատարը, Եվրահանձնակատար Մարտակոսը, որ իրենք դիտարկում են Ադրբեջան, Հայաստան, Թուրքիա, Եվրամիություն քառակողմ ձևաչափի օրինակը։ Եվ սա զարմանալի չէ, ես այս թեմայով խոսում եմ դեռևս մարտից, Հայաստանում քիչ ուշադրության արժանացավ։ Շատ էական հայտարարություններ արեց Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մարտին, ապրիլի սկզբին, ավելի ճշգրիտ։ Ուզբեկստանում տեղի ունեցած Եվրամիություն Կենտրոնական Ասիա գագաթնաժողովի ընթացքում նա խոսում էր տրանսկասպիական միջանցքի գաղափարը առաջ տանելու մասին, խոսում էր այդ հարցում հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական սահմանների կարեւորության մասին եւ խոսում նաեւ անխոչնդոտ սահմանների մասին։ Դրանից հետո եղավ Ալիևի հայտարարությունը, որ դա ձեր գործը չէ, հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական սահմանները, այսինքն իրենց գինն էին բարձրացնում այդ իմաստով։ Այս պատկերն է եւ այստեղ շարունակություն ենք տեսնում այդ քաղաքականության, այսինքն Եվրամիության իր շահերի տեսանկյունից մոտեցումները շատ հասկանալի են։ Այսպես գնում ենք միջև ընտրություններ, աննշան վայրիվերումներով։ Դե Երևանը փորձում է մի կողմից այդ լոյալության դիրքավորվել Եվրամիության հանդեպ, ի վերջո փող է, նաեւ որոշակի նաեւ ազդեցություն հասկանալի է, այնպես չի որ խաղից դուրս է Եվրամիությունը։ Մյուս կողմից տեսնում ենք նաեւ որ աշխատում են նաեւ Ռուսաստանի հետ, այստեղ ստեղծվում է այդ պայմանական ասած դիսոնանսը, կոգնիտիվ դիսոնանսը շատերի մոտ, ինչպես կարող է Եվրամիությունից հիբրիդային պատերազմի դեմ, այսպես ասենք, փող վերցնել, բայց չէ որ հիբրիդային պատերազմի աղբյուր դիտվում է Ռուսաստանը։ Սա իսկապես շատ բարդ խաղ է, շատ շատերի համար սա բարդ է պատկերացնելը, որովհետև մարդիկ հիմնականում վարժեցվել են սև-սպիտակ չափելով, այսինքն սրան կողմ, սրան դեմ, կամ սա սրա դեմ եւ Հայաստանը արանքում։ Իրականում Ռուսաստանին էլ իրերի այս դրությունը ամենևին չի խանգարում տակտիկական իմաստով, որովհետեւ ռուսները զգալիորեն թուլացած են իրենց հնարավորությունների առումով ուկրաինական պատերազմի բերումով եւ եթե տակտիկական իմաստով այստեղ Երևանը որոշակի պատասխանատվության տակ է դնում Եվրամիությանը կայունություն ապահովելու տեսանկյունից, ռուսներին սա բավարարում է, որովհետև հակառակ պարագայում ինչ տրամաբանությամբ են մոտենալու Կովկասին։ Այստեղ ռուսների համար ստեղծել երկրորդ ճակատի նախադրյալներ։ Այո, տակտիկական իմաստով նահանջի վիճակում էր գտնվում Ռուսաստանը, բայց ժամանակավոր, այսպես միջնաժամկետ տեսանկյունից սա իր համար առավել բավարար էր, քան ունենալ այստեղ խնդիրներ եւ դրանք լուծելու պատասխանատվությունը լիներ իր վրա ամբողջապես։